Ովքեր են Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակ նրան այցելած մոգերը։ 2000 տարի առաջ տեղի ունեցավ աշխարհի պատմության ամենախոնար ու միևնույն ժամանակ ամենահզոր իրադարձություններից մեկը։ Մի մանուկ ծնվեց Բեթլեհեմում։ Նա ծնվեց ոչ թե պալատում, այլ քարանձավում, ոչ թե թագավորական շքախմբի մեջ, այլ խոնար հովիվների ներկայությամբ։ Սակայն այդ նույն գիշերը, երբ աշխարհը դեռ չէր գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, հեռավոր երկրներից ճանապարհ ընկան մարդիկ, որոնց հայացքը ուղղված էր երկինք։ Նրանք թագավորներ չէին, զինվորներ չէին եւ ոչ էլ քահանաներ էին Իսրայելի տաճարից։ Նրանք օտարազգիներ էին։ Նրանց առաջնորդում էր ոչ թե քաղաքական շահը, այլ մի աստղ։ Նրանք եկան ոչ թե պահանջելու, այլ խոնարհվելու։ Ովքեր են այդ մոգերը։ Ինչպես ճանաչեցին Հիսուս Քրիստոսին, երբ նրան նույնիսկ չճանաչեցին իր ժամանակակիցներից շատերը։ Եվ ինչու հենց նրանք դարձան առաջին հեթանոսները, ովքեր ծնկի եկան մարդացած Աստծո առաջ։ Այս տեսանյութում կփորձենք գտնել այս հարցերի պատասխանները Աստվածաշնչի, եկեղեցու հայրերի եւ ժամանակակից աստվածաբանության ու պատմագիտության լույսի ներքո։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Աստվածաշնչում մոգերի մասին պատմությունը մեզ փոխանցվում է ավետարաններից միայն մեկի՝ Մատթեոսի ավետարանի միջոցով։ Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. «Որտեղ է հրեաների նորածին արքան, որովհետեւ նրա աստղը տեսանք արևելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ Ավետարանը չի նշում նրանց թիվը, անունները կամ ազգությունը, այն միայն ընդգծում է մի կարևոր հանգամանք. նրանք եկան արևելքից եւ եկան երկրպագելու։ Մոգերը աստղի առաջնորդությամբ հասնում են Բեթլեհեմ, մտնում են այն տունը, որտեղ գտնվում է մանուկ Հիսուսը Մարիամի հետ, եւ նրան մատուցում են 3 հնծա՝ ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր Մարիամի հետ եւ առջևն ընկնելով երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուրս։ Այս ընծաները պատահականորեն ընտրված չէին։ Դրանք խորապես խորհրդանշական են եւ դարերի ընթացքում դարձել են եկեղեցու մեկնությունների առանցքը։ Իսկ ովքեր են այս մարդիկ։ Միթե նրանք կախարդներ էին։ Իրականում մոգ բառը հին ժամանակներում չէր նշանակում կախարդ կամ գուշակ ժամանակակից իմաստով։ Հունարեն մագոյ բառը օգտագործվում էր Պարսկաստանում եւ Մերձավոր Արևելքում իմաստուններին, աստղագետներին, գիտնականներին եւ կրոնական մտածողներին նկարագրելու համար։ Ժամանակակից պատմաբանների մեծ մասը համաձայն է, որ մոգերը ամենայն հավանականությամբ եկել են Պարսկաստանից կամ Բաբելոնից, որտեղ զարգացած էր աստղագիտությունը եւ պահպանվել էին հին հրեական մարգարեությունների գրությունները, դեռ հրեաների բաբելոնյան գերության ժամանակներից։ Օրինակ Դանիել մարգարեի գիրքը լայնորեն տարածված էր այդ շրջաններում, եւ այնտեղ խոսվում էր մի թագավորի գալստյան մասին, որի թագավորությունը հավիտյան պիտի լիներ։ Դարերի ընթացքում այս ամենի մասին եկեղեցու հայրերը նույնպես տվել են իրենց մեկնությունները։ Հովհան Ոսկեբերյանը գրում է, որ մոգերի այցը Աստծո կողմից կանխամտածված գործողություն էր, ցույց տալու համար, որ Քրիստոսը եկել է ոչ միայն Իսրայելի, այլ ամբողջ աշխարհի համար։ Իրինեոս Լեոնացին էլ նշում էր, որ մոգերը ներկայացնում են հեթանոս ազգերին, որոնք աստղի միջոցով առաջնորդվում են դեպի ճշմարտություն։ Իսկ Օգոստինոս Երանելին ասում է. հովիվներին առաջնորդեց հրեշտակը, իսկ մոգերին աստղը, որpիսի բոլորը տարբեր ճանապարհներով հասնեն նույն Քրիստոսին։ Իսկ ընծաների մեկնությունը եկեղեցու հայրերի մոտ միանշանակ է։ Ոսկին, որպես թագավորի արժանի ընծա, կնդրուկը, որպես Աստծուն մատուցվող զոհ, եւ զմուրսը, որպես մահվան եւ թաղման խորհրդանիշ։ Այսպիսով, մոգերը ոչ միայն երկրպագում են մանկանը, այլ անգիտակցաբար խոստովանում են նրա թագավորությունը, աստվածությունը եւ խաչելությունը։ Ժամանակակից աստվածաբան Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը իր Հիսուս Նազովրեցին աշխատության մեջ գրում է, որ մոգերը մարդկային բանականության եւ գիտության խորհրդանիշն են, որոնք չմերժելով իրենց գիտելիքը խոնարհվում են Աստծո հայտնության առաջ։ Ժամանակակից քրիստոնյա պատմաբան Նիկոլաս Թոմաս Ռայթն էլ նշում է, որ մոգերի պատմությունը հստակ քաղաքական ենթատեքստ ունի։ Նրանք հարցնում են թագավորի մասին, ինչը Հերովդեսի համար հնչում է որպես սպառնալիք։
Այս հակադրությունը ցույց է տալիս երկու տարբեր իշխանություններ՝ մարդկային բռնությունը եւ աստվածային խոնարհությունը։ Ամփոփելով, մոգերը Քրիստոսին չճանաչեցին հրաշքով, այլ հավատքով։ Նրանք չտեսան հրեշտակ, չլսեցին երկնային ձայն, բայց տեսան աստղ եւ քայլեցին նրա հետևից, վտանգելով իրենց կյանքը, հեղինակությունը եւ ապահովությունը։ Նրանք առաջինն են, ովքեր հեթանոս աշխարհից ծնկի եկան Քրիստոսի առաջ։ Առաջինն են, ովքեր ցույց տվեցին, որ ճշմարիտ իմաստությունը միշտ տանում է դեպի խոնարհում։ Մոգերի պատմությունը մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն. Աստված իրեն հայտնում է նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են նրան։ Եվ երբ մարդը իսկապես գտնում է Քրիստոսին, նա չի վերադառնում նույն ճանապարհով։ Որովհետև Քրիստոսին հանդիպելուց հետո մարդն այլևս երբեք նույնը չի լինում։